Ողջույն բոլորին, երեկվանից իմ վրա անձնականից ենքան նամակներ եկավ, որը բացում եմ հայտնի ձայնագրությունն է, որտեղ կանդազ մականունով հայտնի լեգենդար հետախույզը ոչ լեգենդար զորույցներ է անում, ոչ ռազվեդչիկի, ոչ բարձրաստիճան սպայի վայել զորույցներ է անում, մտածելակերպը եւ մոտիվացիան եւ ընդհանրապես քաղաքականության մոտիկացումը իր անընդունելի է։ Հարգելի Արցախահայություն ջան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այսօր իմ եթերի մեջ, որովհետեւ ինձ պետք է հիմա պարզ լինի, դուք դեռ շարունակում եք նման գաղափարներով, նման մտածելակերպով մարդկանց երկրպագել պաշտել եւ ի պաշտպանություն իբրև թե ի պաշտպանություն իրենց, երբ որ ես իրանց քննադատում եմ, սկսում եք իրանց պաշտպանել, ինձ էլ թիրախավորել։ Մինչև հիմա դուք այդ մտքին եք, լիքը մարդիկ կային էլի 3 տարի առաջ, իմ վրա հարձակումներ, երբ որ այս տեսակ Ղարաբաղցիները Երևանի օպերայի հրապարակում սխալ զրույցներ էին անում։ Զրույցն չկրկնեմ, թեման նորից ես որ ասում եմ 5 դարմանը քամուն չեմ տալու, բոլորդ գիտեք, որ ես աչքի գրող դարձա, երբ որ նմանատիպ պահվածքով մարդկանց անդրադարձա, ինձ թիրախավորեցին, որ Արցախցի դավաճան, ծախված Արցախցի, այսինքն եթե իրանց այդ սխալ մտածելակերպին գաղափարակից չեմ, ուրեմն ես ծախված եմ։ Լավ է, որ ես ծախված եմ Հայաստանի Հանրապետությանը ու հայոց բոլորիս, հայ ազգիս բոլորիս մի պետություն ունի Հայաստանի պետականությանը։ Ես իսկապես պետականության ծախված մարդ եմ, այդ իսկ պատճառով կապ չունի ով ինչ հակապետական, ինչ հակաօրինական քայլ կանի, ես այդ քայլը քննադատում եմ։ Դուք էլ կարաք իմ գործունեությունը քննադատեք, բայց ընդհանուր գալիս ենք վերջում այն եզրակացության, որ դուք քննադատում եք արդարություն պաշտպանողին, իսկ ես քննադատում եմ արդարությունը խարխլողին։ Եկեք հիմա հասկանանք, նախ առաջինը Ժողովուրդ ջան, իմ համար լուրջ եմ ասում, պատիվ չի, երբ որ Արցախցին ասում է Երանի բլոկադայի անընդունելի խոսք է իմ համար։ Երանի բլոկադված շրջափակված Արցախին, ոչ Երանի Հայաստանում ապրելուն, դուք հասկացաք, չէ՞ ինչ է նշանակում։ Երանի ադրբեջանցիները մեզ կզսնեն, ադրբեջանցիները մեզ խեղդեն, սովամահանեն, մեր վրա իզդիվացնեն, գազը երբ ուզեն փակեն, լույսի երբ ուզեն անջատեն, այսինքն այն հալածանքները եւ սովահարությունը ինչ արել են մեր հանդեպ, եթե որևէ արցախցի դա պատիվ է համարում, ինձ համար արժանապատվության դա հարց է եղել։ Եթե կհիշեք, ես մի հատ եթեր ունեի տեսանոթ, որ ասում էի ապաշրջափակում Արցախի նամուս թասիբի հարց է, մեր նամուս թասիբը Հակարի կամրջին գցած է, Լաչինից այն կողմ գցած է Հակարի կամրջին։ Ես իմ խոսքեր չեմ վերցնում հետ, հաստատում եմ, որ իսկապես եթե հայ ժողովրդի շրջափակման մեջ կարողացել է ապրել Ադրբեջանը, դա իմ համար, մեր համար պատիվ չէր, ինչի, որովհետև երբ որ պետք է մենք զենք առնեինք, զենք չենք առել, եկեղեցի ենք կառուցել, հիմա բողոքում ենք աշխարհին, թե թուրքը եկեղեցին քանդում է Ստեփանակերտ։ Կամաց ասեմ, սա աշխարհը չլսի, երբ որ թուրքական 7 ռայոններում էլի մեջից բաներ քանդվում, թուրքերն էլ էին մտածում, որ միջազգային հանրությունը կպատժի հայերից, չի պատժել, օգնել է ադրբեջանցիներին, եկել են զենքով, բանով, փողով, ամեն ինչով օգնել է, եկել են կռվով, վերցրել, հիմա իրանք են քանդում։ Ինչ մի զարմաց, ինչ մի պատասխան չի տալիս Փաշինյանը, ինչու դրա մասին չի խոսում։ Մարդը նոր տարվա ուղերձում ասեց, այն օրը նորից կրկնեց, որ մենք դադարեցնում ենք միջազգային հանրությանը Ադրբեջանի հետ հարաբերություններ կլինի, թե ինչ ամեն հարց սարքել քննարկման առարկա, որտեղ դա դառնում է ընդհանրապես քննարկման առարկա, հարցը չի լուծվում։ Նույն այդ շրջափակման ժամանակ, երբ որ Հայաստանը հաղթել է Եվրոդատարանում, Եղիշե Կիրակոսյանն էր ընդ հայց ներկայացնողը, ինչ գործի են անցել եվրոպացիները, ինչ են ձեռնարկել ապաշրջափակման համար, ոչ մի բան։ Լավ, վերադառնանք թեմային, մեկը ինչքան էլ բացատրում եմ, շուծող, չհասկացող մարդը գլխին խփած այն ասես փեչատը դրած Պուտին պապա, Քոչարյան պապա, չգիտեմ, արա հերիք էլ ավարա մի քիչ էլ մարդկանց խոսքերի բովանդակության վրա ուշադրություն դարձրեք։ Պարտադիր ինչ որ մեկին սարքեք կուրկ, ինչ որ մեկին սարքեք ձեր համար Աստված։ Ես ասում եմ մարդիկ մանիպուլյացիոնում են, Ռոբերտ Քոչարյանն նորին ինչ է խոսում, ես վերադառնում ենք թեմային։ Սա կյանքը փոշմանում է, որ Սերժ Սարգսյանն է թողել որ գա իշխանության։ Մարդը այդքան իր օրոք վատ բաներ եղած, գոնե ասել, ես
վատ եմ զգում եւ ափսոսում եմ, որ չկարողացա այնպիսի ուժ գործադրել, որ Նաիրի Հունանյանից հետևի կանգնած ուժերը իմանամ ով է։ Բայց խի տենց բան ասի։ Հայազգի գիտի ինչ ինքը տենց բան չի ասում։ Էդ էլ թողենք փակագծերի մեջ չենք բացում փակագծերը։ Դե ու լիքը բաներ ա տեղի ունեցել։ Մարտի 1-ա տեղի ունեցել իր օրոք, Գույք պարկի դիմաց տեղի ունեցավ։ Էլի հարց տալի ասма չի ամենաճիշտ ձևը էտա։ Բա միգուցե հիմա էլ ամենաճիշտ ձևը Թրամփի ուղին է, որ 26% էլ եկամուտ կմնա Հայաստանին։ Ու բազմաթիվ բաներ կա, որ այս իշխանությունը կատարում է, դուք ասում եք սխալ է, բայց իրականում կարող է հենց ճիշտը էտա։ Ոնց հասկանաք, եթե դուք ձեր սխալը չեք հասկանում, դուք ինչպես կարող է ուրիշի ճիշտը ընդունեք։ Բայց սա բացարձակ ճշմարտություն է, մարդ իր սխալը չընդունողը չի կարող ուրիշի ճիշտը ընդունի, ուրիշի ճիշտն էլ է իր համար սխալ լինելու։ Ինքը բացարձակ ճշմարտությունն է եւ աշխարհի ամենից ուժեղ ու չգիտեմ խելացի մարդն է իրան համարելու։ Վերադառնանք Կանդազին։ Նախ առաջինը ուզում եմ մի հատ գաղտնիք էլ բացահայտեմ, այսպես ասած ոչ թե գաղտնիք է, էլի, բա ինչա։ Ինձ Ղարաբաղի հայերից արտասահմանում արդեն վերաբնակված 23 թվից հետո դες խոսում են, կապի մեջ են քննում, բան հաճախակ ենք շփվում, ասես Կանդազը Գևորգ ասում եմ Կանդազը եթե տենց ոչմ զինվորական մարդ է, բան ինչի է էլի կանգնել մի ուժի մեջ, որ ընդամենը փող է անդե պատտվում, դե գաղափարախոսություն չկա, այնա վառ երևում է, որ դե վերադասավորումն է, ֆիգուրների փոխանակում բան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, այսինքն Ռոբերտ Քոչարյանը իր ֆիգուրներից է ուղարկել ընդե մի քանի հոգի անուններ չտանք, բոլորը դե գիտեք։ Սամվել Կարապետյանի ինչ որ աջակից մարդիկ բան Ռոբերտ Քոչարյանի հետ հավանաբար կլինեն եւ երևում է որ ցենց առանձին ուզում են գործեն վլաստ զավթելու համար, իշխանությունը զավթելու համար։ Հիմա լիքը մեր մանավանդ արցախցիներից գնում են Սամվել Կարապետյանի մոտ կանգնում, մտածում են նոր ուժա, նոր դեմք առաջի անգամ է քայլանում քաղաքականության մեջ, էլ չգիտեն այդ մարդը քաղաքականության մեջ անձնապես առաջի անգամ է քայլանում, բայց նախկին քաղաքական գործիչների հետ առաջի անգամ չի ինքը կենակցում քաղաքական առումով, միշտ էլ իրար հետ են եղել եւ ոնց որ վայնի օպերացիա են սկսել։ Առանձին ձայներ են հավաքում, եւ որ ասում է ժողովուրդ ջան, խմենք էլի էս կենացը, թող միշտ առանձին իրար հետ բանը աշխատենք, իրար հետ ուտենք խմենք։ Հասկացաք, առանձին աշխատում են, վերջում միանալու են ուտել խմել։ Հիմա Կուզենայի որ ժողովուրդը խորանան կենտրոնանան բովանդակության մեջ թե Սամվել Կարապետյանը ինչ գաղափարախոսություն, բացի այն խոստումներից դա բոլոր ովքեր ուզում են գան իշխանության լավ խոստումներ են տալիս, բայց դրանց իրականություն դարձնելը վրա էշին նստել է մի այբ, էշից իջնել է մեկ այբ, տենց են ասում, հիմա էդի հələ խոսք ես տալիս, հələ մեզ էշին նստես, էշից իջնելուց չպետք է բերանիդ վրա անգնես քիթ մուրունթը ջարդես։ Ուրեմն այդ մեր Ստեփանակերտի եղբայրը իմ հարցին ի պատասխան դրան, որ ինչու է Կանդազը եթե բարձրաստիճան սպայ է, եթե ինչ-որ փառավոր ճանապարհ լեգենդար հետախույզ բան, sense բաներ են ասում, ինչու է կանգնում, ասում է Գևորգ, ես կրկնում եմ իր խոսքերը, ես Կանդազին չեմ ճանաչում անձնապես, ասում է ինքը որտեղ փող կա, այնտեղ էլ կանգնում է, ասում է Արխային ասա հրապարակային էլ որ ինքը Արայիկ Հարությունյանի մոտել է վազվզել, ոչ միշտ Արայիկի հետ է եղել փողի համար, ես չեմ ասել, դե տեսակ ես չեմ ասել, այդ զրույցը եղել է մի 20 օր առաջ, միգուցե 30 օր առաջ, ես ասի չէ եղբայր, անուտ չտամ էլ ես ճիշտ չեմ համարում, տենց արտահայտություններ անեմ, դա կլինի զրպարտանք մարդու ուղղությամբ, դե նա 20 օր անցած հրապարակում է ձայնագրություն, ասում է Ղարաբաղցի եղբայրը հարցնում է Կանդազին, ասում է գոնե փող տալիս են, ասում է հա տալի, ասում է դե գլավնին էտա։ Ինքը պետք է արդյոք գոնե զրուցում են, էլի ասի եղբայր, թե գլխավորը փողը չի, փողին թքած, մենք պետություն ենք կորցնում, մենք Արցախ կորցրինք Նիկոլի պատճառով, Հայաստանն ենք կորցնում, փողս որն է, ինչ փող, ինձ փող չի հետաքրքիր, հանուն գաղափարի գնացել եմ ես Տերյան, բայց դուք եկեք Տերյան ծափ տալու համար։ Հասկանում եք, սենց կարար ասել, որ ինքը ապացուցել, որ ինքը պետության մասի մտածող մարդ է, ասում է արևդ կծի, մատ ու օրիշ տղայիս, այդ զրույցները որ անում, մենք նախ ենքան չեմ սիրում, երբ որ հաճոյանալու համար բառեր են ասում, բայց տակը ընկացա, որ Էսա հա, всё, մի հատ աղբյուր կբացվի փողի, ֆինանսի աղբյուր կբացվի, շնորհակալ եմ, արևդ կծեմ Կանդազ ջան, որ դու այդ աղբյուր բացողը կլինես եւ մենք էլ կսկսենք ֆինանսապես օգտվել։ Այս ինչ կյանք արա, ֆինանսապես ոչ մի լևի պրավի աղբյուր չկա, ոչ մի պետական
վինտիլից մենք հնարավորություն չունենք պետական բյուջեից սնվենք։ Ես բարձել եմ, որ ասում եմ լիքը Ղարաբաղցիներ ինձ հայհոյում անիծում են, ես վատ եմ զգում։ Առաջ հիմա այնքան երջանիկ եմ զգում։ Գիտեք խի, բարձվել է որ այդ մարդիկ են ինձ հայհոյում անիծում։ Ովքեր որ ժամանակին նստած էին կռանտների տակ խմում էին պետության բյուջեն, այնտե հազարավոր մարդկանց նույն Ղարաբաղցիների, լավ Ղարաբաղցիների քրտնաջան աշխատանքի հարկերի հաշվին սնվում էին պետական բյուջեն բացած մի քանի հոգու բերան ու դրանք այսպես իրանց բեղից ընկած բրինձը տալիս էին իրանց շրջապատի այսպես ձայն հավաքողներին օրինակ էլի ոչ չի ես այնուհետև լավս գամից առաջ նեղվում է գիտեի իմ նման մարդիկ են այդ ինձ վատ գրողները դե մի ջրի մի հողի մարդիկ ենք ասում եմ մարո խի են ինձ sense բաներ ասում տենաս որտեղ եմ սխալս տենաս ինչ եմ ասել ոնց ֆռում պատտվում եմ սխալ բան չեմ ասել միտք եմ արտահայտել սխալ վերաբերմունք եմ գնահատական տվել ինձ անիծում հայհոյում են նեղվել եմ հետո կամաս ջրի էսա բարձում որ արա լիքը մարդիկ հավայի լափում էին ու այսօր Գևորգի խոսքը ոնց որ ոսկորը շանդեմից քաշես էլի sense բայց ես չեմ քաշել է ոսկորը Ես ուղղակի ասում եմ ոսկորը ձեր դեմից քաշել են, ինչ կա չկա, ոնց եք, ասում եմ ուզում են հաչան, էլի։ Ոչ թե ուզում են լավ էլ հաչում են, դե քֆուր տալ անես տալ դա հաչոց է։ Նորմալ մարդը չի կարա, էլի։ Բանա, այդպես թեմաներում քֆուր տա ուրիշին, անիծի։ Հիմա այս թեմայով ուզում եմ հասկանամ, էլ ինչ է անդե խոսակցության մեջ գնացել, ես շտապում եմ դրա համար արագ խոսում եմ։ Գանդազը ասում է պետք է հավաքվենք փողով նախ փողով են հավաքվում ոչ մի գաղափարախոսություն ասում է դե լավ ալնելու պետք է ժողովուրդը հավատան ժողովուրդը ինչի հավատան ձեզ հավատան լավ հիմա եկեք հասկանանք տենանք մի հոգել երեք գրում էր ասում է հայտնի լեգենդար հետախույզը թուրքը չկարողացավ իրան ձերբակալել հայիտականքը բան ձերբակալեց մոզկ Արիստոտելը բանը աշխարհի Սոկրատեսը բանը հիմա sense ընտեից երկնքից նայում են ասում են օրա ինչ մոզգեր են պատտվում հողագնդի վրա արա խի չենք մի 3000 տարի հետո ծնվել որ սրանց ճանաչենք այս ինչ մոզգեր են էլի ասում է հեյ լեգենդար հետախույզին չկարողացավ նախ առաջին լիքը հարցեր է առաջանում լեգենդար հետախույզը ինչպես է իրան թույլ տալիս հեռախոսով նման խոսակցություններ գիտակցելով իմանալով որ ժամանակակից տեխնոլոգիան բացահայտում է ձայնագրում է իրանց խոսակցությունները եւ եթե ասես ինքը առաջինը բռնվեց այդ ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից ոչ ինքը եսի 36-րդնա 48-րդնա միջև այդ կնոջ էին ձերբակալել էլի կաշառքների թեմայով մեկ ուրիշի լիքը ձայնագրություններ կա այդքանից հետո մի հատ էլ լավ սրանից տարիներ առաջ էլ ա եղել այդ դեպքերը միշտ կա գիտեք որ ԱԱՑ-ը նստածա ձեր պոչին Ձայնագրում է ձեր ամեն ինչը։ Իմն էլ է ձայնագրում է, բայց ինձ ես չունեմ կեղտոտ ասած խոսքեր, արած գործեր, որ մի օր էլ խոսքի իմը գցեն մի հատ բլոգերի ձեռ ասեն անպտտի Գևորգին թող ճանաչեն, որ էսի գնում է Դուբայ, Եգիպտոս, ընդեից թմրանյութա բերեմ, ստե վաճառում, հետո խափում թե փող չկա ձեռս դժվար է կյանքը։ Հիմա այդ գրողները որ ասում եք լեգենդար հետախույզը չպետք է բացահայտվեր, նրա տեղը չպետք է իմանային։ Այս է գլխավոր հարցը, որ ասում եք լեգենդար հետախույզին թուրքը չկարողացավ ծնկի բերել, հայերը ձերբակալեցին, փորձելով թիրախավորել, այսինքն օրենք պաշտպանող հայերին, ովքեր որ օրենք պաշտպանում են, ասում են արգելված է կոռուպցիան, արգելված է կաշառք տալը, ընտրակաշառք տալը, այդ դրանցով զբաղվողներին որ ձերբակալում են, այդ ուրեմն վատ բան են անում։ Լեգենդար հետախույզը կարաք ինձ բացատրեք ինչու Իսրայելից բերված գեներալին այսպես վիզը ծռած լսում է հետևում է ինչա լեգենդար հետախույզը լեգենդար բաներ է ուզում լսի 60 տարեկան հետախույզը նոր բացահայտումներ է ուզում անի իբր էլ ծրագիր բան են մշակել դրել 5 կետանոց այդ ինչ ծրագիր է որ չէիր կարող Բակոյի դեմը տնել հարգելիս Այդ ինչ ծանր ծրագիր, վախեցել ես դնես Բակոյի դեմը ընկներ ոտերը ջարդել այդ ծանր ծրագիրը։ Բերել ես քո ծրագիրը Հայաստանի ընտրությունների ընթացքում Հայաստանը ընտրությունների ընթացքում մեկ ուրիշ տեխնացուի ես տալիս իբր տեսեք ես լեգենդար հետախույզս 5 հատ կետ եմ բերել բանակը հեղափոխելու համար։ Եթե որևէ գեներալ, եթե որևէ բարձրաստիճան սպա իր նպատակն է պետությունը ուժեղանա, բանակը ուժեղանա, նա չպետք է նայ ով է երկրի ղեկավարը ովքեր են եղել երկրի ղեկավարները բոլորի ժամանակ էլ պետքա դներ
նախագահների դեմը, Արայիկի դեմը դնեիր, Բակոյի դեմը դնեիր, եկել ես Նիկոլի դեմը դիր, լավ, հա, Նիկոլը չի կատարի, ինքը թրփկահապատակ է, ինքը Էրդողանի ծրագիրն է իրագործում։ Հա, տենց բաներ եք, չի ասում, բա ասելու կարող է փողով է, խոսքը փողով չի, ինչքան ուզում եք լեզվի տակել ոսկոր չկա, ով ինչ կարա հրապարակային սենց մեղադրանքներ հնչեցնի, բայց այդ ում դեմ հրապարակային մեղադրանքներ եք հնչեցնում, այդ մարդիկ կարող են ձեր իրական ձայնագրությունը հրապարակեն, ու մարդիկ ով որ խելք կունենա, կիմանա ինչ ուժի, ինչ գաղափարախոսության, ինչ մարդկանց հետ է շփվում։ Դուք ձեզ լավ կզգաք նորմալ հայեր, որ գնաք փողով մարմին վաճառող աղջիկների հետ ընդհանրապես հետը կանգնեք զրուցեք շփվեք ես միշտ այդ տեցի կրուգովասներուց ասում եմ ավտոս չփչանաս դե մի վդրուկ ստե փչանա էլի ստե կանգնեցնեմ արա ես խայտարակ կլնեմ կիմանան թե ես սրանց մոտ եմ բայց Այնօրն էլ ավտոս փչացավ Երևան լավա Մոնտեմելքոնյան փողոցի վրա էր էլի փչացել ջհանդամը լավա ծախսուտեմ քան թե ես ընդ փչանա հիմա ես սես տրախովկո ասում եմ ընդեով անցնելու շփոթվածնես բան չլինի որտե փչացած մարդկանց հետ շփվելը մարմին վաճառող մարդու հետ շփվելը դա զապադլոյա դա ամոթ է հիմա դուք եթե առանց բովանդակության առանց գաղափարախոսության քաղաքական ուժի մոտ կանգնել եք թե ինչա փողա տալիս ասում հա դե լավ է կարևորը էտա կարևորը ճիշտ եք ասում ձեր համար փողն է իսկ պետությունն ու պետականությունը ձեր համար կարևոր չի հիմա ես ոնց հասկանամ ստե փողա պատտվում խոսքս վերաբերում է լիքը շատ մեր զեմլակներին Արցախը կորցրել ենք որովհետև Եսա բացատրեմ ինչպես կորցրեցինք որովհետև դուք ձեր նման շատ մարդիկ 50+%-ը շատը չասեմ որ ասեմ 70 կարող հələ ինձ ուղղեն ասին քիչ ես ասեմ շատը չի կանգնել բովանդակության եւ գաղափարախոսության մոտ ինչպես ես եմ կանգնել ու նման քիչ մարդիկ կանգնել են որտեղ որ փող կար սա բացահայտում էր դրա մասին էլ որ այն Արցախցին ասում է փող են տալիս ասում է հա ասում է դե գլխավորը էտա ուրեմն Ղարաբաղ էլ ասել են Ղարաբաղ կորցնելու թեմա կա ասել են բայց ուրիշտեղ փող կա ասել են այո Արայիկի Բակոյի մոտ փող կա ասել են գլխավորը Արայիկի մոտ Բակոյի մոտ հավատքելն է դե փող կա Ղարաբաղ կորցնելը ջհանդամը մի կողմ Այդքանից հետո դուք ինչ եք մտածում ես որ զսպում եմ լեզուս գցում եմ ատամներիս հետևը Կրճացնում չեմ ուզում քֆուր տալ, հայհոյանք տալ։ Դուք գիտեք, դուք ձեր նմաններով, ձեր երկրպագած թակավորներով կործանեցիք իմ կյանքը, իմ առողջությունը։ Այսօր ես էլ եմ իմ ծննդավայրից կտրված, իմ ոտերից հողի վրա չի կպնում։ Ես հանգիստ չեմ քնում։ Ձեր նմանների, որ ձեզ աղաչում պաղատում է ասում է, հելեք Արցախ կորցնում եք, դուք էլ փնտրում եք տենակ, որտեղ է փող պտտվում։ Փող պտտվեց Արայիկի Բակոյի մոտ, մնացիք իրաց մոտ Արցախ կորցրինք։ Հիմա եկել եք որտեղ փողա պտտվում, հավաքվեք ընդ Հայաստանը որ կորցնեք։ Ուրիշ բան էի ցույց տալու ձեր նմաններին։ Դա բոլոր, դա ես ասում եմ, ամբողջ հայությանը ովքեր որ ընտրությունների մասնակցում են իրանց անձնական գրպանի համար, փողի համար Ես ձեր հերն եմ անիծել, ասում եմ ու պատասխանատու եմ ասում, ովքեր որ սխալման մոլորված գնում են ինչ որ տենց ուժերի մոտ կանգնում գաղափարի համար, հայրենիքի փրկության համար, ես ձեզ բան չեմ ասում, բայց ով որ հենց փողի համար ասում, փող են տալիս, ասում, հա, դե գլխավոր է դա, ձեր նմանների հերն եմ անիծել, արա որ դուք պետությունը, պետականություն հասկացողությունը չեք հասկանում ինչա։ Քանդի կավիրի կերակ, լափիկ է իշ կերակ Ղարաբաղը, եկել հիմա Հայաստանի մսին է ներել։ Փաշինյանը շատ թույլ ղեկավար է, որ դրանց նմաններին հատուկ են բռնում։ Պետք է այդ ուժին, ով որ այսքան բաներ է, կաշառք չէ տվել, սա պետք է զրկվի արդեն ընտրությունների մասնակցելու իրավունքից։ Ինձ տայիք հա օրենսդրությունը, ինձ տայիք չէ օրենսդիր մարմինը։ Ես այդպիսի օրենքներ կհրապարակեմ։ Տեսեք ինչ մաքրում կլինի։ Գնացի գործերի ժողովուրդ ջան, չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնել։ Խնդրում եմ սա ընդունեք որպես դաս տեսել եք, լսել եք ինչ են խոսում հերրախոսով, սա ձեր համար պետք է լինի ամոթ, սա արդեն խարան է այդ ուժի վրա, որ դուք հասկանաք, որ այդ ուժը նախ առաջինը Ռոբերտ Քոչարյանի ուժն է, ասում են դենց վերլուծաբան մարդկանց մոտ էլ ասում են, դե ոնց կարող Սամվել Կարապետյանը փողեր այդքան ներդնի Քոչարյանի համար, չէ, երևի իր համար է ներդնում, ձև չկա Քոչարյանի համար դնի, թե որ Քոչարյանի համար ներդնի, հարգելի վերլուծաբաններ, այդքան ներդրումներ անի Չի կարենալու Քոչարյանը, որ ընտրվի Քոչարյանը դրա տասնապատիկ ասյան Սամվել ախպեր, ինչքան ներդրել ես տասնապատիկը քեզ բյուջեն ապրած կենա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու քրտնինքը ապրած կենա։
Սփյուռքից ներդրող անողի ջանը սաղլնի։ Ան Սամվել ախպեր ցավը տանեմ ապրես որ այսքան հազար ձայն ես հավաքել։ Սամվելն էլ իր գործերով նորից հետը կվերցնի, նորից մեր հերները կանիցի որ Երևան չես կարող մի հատ կամերա հանես, sense օդ նկարել, սա կաբելներ է, sense կախված բան, խառը խշտիկ, խետի հնարավոր չէր, այդքան տարի բարելավել, փոխեր։ Հա արածել կլնեն, դե հիմա եթե միտեղից փող ես ստանում, պետք է գործել անես։ Խոզին որ պետք է մորթես, բա լապ պդի տաս որ մորթես էլի, խոզին էլ են լապ են տալիս, վերջում վիզը կտրում տալիս են մսագործին։ Հիմա էլ հեցի հարցերը լուծել են, ախր ինչ որ չափով, որտեղից արդեն սկսեց ֆինանսական աղբյուր գալը, այտենց էլ լրվեց։ 2 տարի Երևան ապրել եմ, ստոլբան ճանապարհի մեջ էր տնկած, թազա ստոլբա, հեցի թազա տնկած ստոլբանա։ Նկարեցի էլ ցույց տվեցի, որ ինչու այս ստոլբան ստեյք, ես գիտեի քաղաքապետարանն է այդ հարցով զբաղվում։ Դու մի ասա հեցնա, հեսն էլ թքած ունի Գևորգի խոսքի վրա։ Այդ տենց էլ ուզում են նորից հին վարքերը բերեն, ափսոս ասում եմ, Փաշինյանը շատ թույլ ղեկավար է, որ հները մինչև հիմա ազատության մեջ են։ Ու երեկվա տեսանյութս էլ դիտմամ չեն տարածել, որովհետև ես դե բացահայտում եմ, որ եթե նախկիններ ու ներկաները չունեն ընդհանուր կարմիր գծեր, չունեն խաչմերուկներ, որտեղ որ գրածա ստոպ, կանգ առ նշանը, բայց տենց է, էնակա ստոպ, կանգ առ իշխանությունները ներկա նախկին իրար չեն կարում այդ կետում իրար հարված են, որովհետև ունեն ընդհանուր կատարած գործողություններ, որը երկուսի համար է վնասակար, որ բացահայտվի, որպեսզի դրա մասին խոսվի, ժողովուրդը իմանա։ Ինչքան էլ ես այսօր քննադատ եմ այդպես կոռուպցիա կամ նախկին իշխանություն, ես այսօրվա իշխանության վրա ընդհանրապես բան չէ, որ աչք փակեմ, ասեմ, չէ, դե ոչինչ, ձեզ կարելի է, դուք կարող եք թալանչիներին, հանցագործներին ուղեկցեք ազգային ժողով, որպես ազգային ժողովի երկրորդ ուժ, երրորդ ուժ։ Ոչ, դուք եք ուղեկցողները իրանց ընդ։ Քիչ տվեք Սամվել Կարապետյանի անունը, Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Ու մի արեկնեց, որ ես իմ բերանից հնչեցնեմ, ովքեր կարան քաղաքական գործիչ լինեն, ովքեր կարան ազգային ժողովում լինեն։ Պարզա խոսքս վերաբերում է նոր ձևավորված ուժերին, իրանց մեջ լիքը արժանի մարդիկ կան, իրանց անունը շատ տվեք, գովազդեք, թող ժողովուրդը գնան իրանց ընտրեն։ Ինչ եք դել Սամվել Կարապետյանը գովազդում։ Չեք հասկացել, որ Քոչարյանին գովազդեցիք 21 թվին, եկավ ազգային ժողով, հիմա էլ որ Իրանը գովազդում գալու է ազգային ժողով։ Ուզում եք էլի դուք թույլ, բարոյալքված վստահությունը կորցրած, ոչ գործունյա, քաղաքական բովանդակություն չունեցող մարդկանց բերեք ազգային ժողով, որ իրանց վրա ինքնահաստատվեք։ Ես տես չեմ ուզում, ես չեմ ուզում 5 տարի գզվրտոց լինի։ Ես ուզում եմ խելքը գլխին քաղաքական ուժ լինի, գա ընդդիմություն, որ ձեզ հարկ եղած դեպքում էլ ուղղի, ձեզ հարկ եղած դեպքում էլ կարենա ջղայնացած խոսը ասա, այս բանը սենց արեք, նենց արեք։ Ոչ թե գա ձևական դե կինո խաղա, ամսվա աշխատավարձ ստանան, գնանց տուն։ Ես մռազում եմ հաջողություն բոլորիդ կապով կլնեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ լայքել, կիսվել, այս եթերը տարածել, սա պատմական փուլ է, կրկնում եմ, Ղարաբաղ չլսեց ինձ Ղարաբաղցին, կորցրեց Ղարաբաղը, եթե Հայաստանի ժողովուրդը չլսավ իմ խոսքս ու շարունակեց նույն սխալը ինչ արել է Ղարաբաղցին, Հայաստանն էլ է կործանման եզերին։ Այսօր մենք պատմական փուլ ենք ապրում, պետք է չգան այնպիսի մարդիկ, ովքեր որ փողի համար են ուզում, ոչ թե պետության պաշտպանության համար են ուզում գան իշխանության, հաջողություն։